ինչ կարող ենք այսօր ասել, այնա որ մենք պետքա գնանք այդ ճանապարհով։ Պարոն Միրզոյան, Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Euronest-ին եւ ասում է պատճառը ոչ թե այն է, որ Euronest-ը անցկացվում է Հայաստանում, այլ պատճառներ է նշել, ինչպես մեր հետ կապ չունեցող։ Այո, Հա, չէ, որովհետեւ առիթ եղել է տարբեր օրեր առաջ Ադրբեջանի հասարակությունից, չէ, ամեննդրս ոչ պետական կառույցների ներկայացուցիչներից ադրբեջանական պատվիրակություն չկար։ Դուք ինքներդ ձեր գործունեության ընթացքում առիթ ունեցել եք նաև այս վերջի շրջանում մի մաս, այսինքն եղել են լրագրողական շփումներ, չէ, նաև փոխայցելություններ, առաջիկայում կլինեն, հուսով եմ, որ այսինքն վստահ եմ, եթե այդ պատճառաբանությունը չէ, այսինքն չունեին տեղ այդ պատճառաբանությամբ մերժելու մասնակցությունները, բայց հիմնավոր չի համարի։ Դեմ չի շփումներին, հատկապես որ ցանկացած երկխոսություն բռնությունից ավելի քան լավ է, բայց օրինակ այդ հանդիպումների ընթացքում հնարավոր չի ֆիլտրեր այնպես, որ չգան Երևան մարդիկ, որոնք մի քանի տարի առաջ էկոակտիվիստի անվան Լավ բան եք ասում, լավ հասկացա միտքը, կա այդպիսի տեսակետ։ Կա նաև ուրիշ տեսակետ, եկեք ես այդ տեսակետն էլ հնչեցնեմ, այսօր եւ այս պահին չենք կա միանշանակ ոնց որ բոլորիս համար ընդունելի գուցե ձևակերպման, բայց մտածենք էլի, օրինակ երեկոյան այդ մասին մտածենք։ Ուրիշ տեսակետ էլ կա, համաձայն որի էկոակտիվիստ թե ոչ, այնտեղ բոլորը մեզ ատել են։ Էկոակտիվիստ թե ոչ, մենք էլ ստեղ բոլորս իրանց բոլորին ենք ատել։ Ուրիշ բանել են ասում են դե այդքան էլ իրան կապված են իշխանությունների հետ, այդքան է քաղաքացիություն չէ եւ այլ։ Հիմա այդ մարդիկ ներկայացնում են այդ հասարակությունը, մենք էլ ներկայացնենք մեր հասարակությունը։ Հիմա հրճակված ագոն է, հանրահրճակված, որ ուզում ենք երկխոսենք։ Դե էդ էլ մի բան չի, չէ՞, ասել ուզում եմ երկխոսել, բայց այն մեկի հետ, իսկ այն մեկի հետ չեմ ուզում երկխոսել։ Վերջը նայել այդ հասարակության մասն է, մենք փորձում ենք, չէ՞, կամուրջը կառուցել։ Էլի չեմ պնդում ոչ մի բան, ասում եմ այդ տեսակետն էլ կա եւ օբյեկտիվ է եւ իմ համար շատ հասկանալի։ Այս տեսակետն էլ կա եւ չեմ թաքցնի, այս տեսակետն էլ է իմ համար շատ հասկանալի։ Պարոն նախարար, 3 գումարած 3 ձևաչափով հանդիպում երբ է նախատեսվում եւ որտեղ եւ մյուս հարցը կապված ճանապարհների ապաշրջափակման հետ, վարչապետը նախ Մետաքսի ճանապարհ համաժողովում, հետո արդեն ազգային ժողովում ասաց, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Թուրքիայից Եղեգնաձորով, Գորիսով դեպի ուր եւ երբ քննարկել եք արդյոք այդ հարցը դեր ադրբեջանցի գործընկերների հետ, երբ կարող է Ադրբեջանը այդ ճանապարհով շարժվել եւ դեպի ուր, որտեղ ադրբեջանցիք արդեն ասում են, որ դա տանում է դեպի Լաչին այդ ճանապարհը, որը այնքան էլ հասկանալի չէ իրենց համար Գորիսով Դե մենք նախկինում տարբեր առիթներով ենք ասել, որ պատրաստ ենք, որ սահմանները բացենք եւ շարժը վերականգնվի եւ իհարկե Ադրբեջանի վերջին հայտարարությունը այն մասին, որ հանում է արգելքը Հայաստանի համար նախատեսվող բեռների տարանցման, շատ ողջունելի է այն տրամաբանությամբ, ինչը որ քննարկում ենք, հենց այդ հաշտեցման, խաղաղություն կառուցելու տրամաբանությամբ եւ հարաբերություն վերականգնելու, ինչի մասին քիչ առաջ ասում էի, մենք էլ մեր կողմից այսօր առավոտ էլ վարչապետը էլի կրկնեց, որ մեր կողմից պատրաստ ենք Թուրքիայից օրինակ Ադրբեջան գնացող բեռների համար եւ հակառակ ուղղությամբ մեր սահմանները բացել եւ կարող են չգիտեմ ինչ տեխնիկական լուծումների դեռևս ժամանակ կա թե չէ, կարծում եմ շատ արագ լուծվող հարց են, եթե դեռ որևէ բանի կարիք կա, օրինակ սահմանին կոնկրետ ենթակառուցվածքի հիմնադրման թե չէ, բայց մենք էլ պատրաստ ենք շատ արագ այդ հարցը լուծել եւ կարող ենք թույլ տալ, այսինքն թույլ տալիս ենք, պետք է հնարավոր դարձվի ֆիզիկապես լինի այդ տարանցումը օրինակ դեպի Ադրբեջան կամ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Կան բանակցություններ երբ են երբ նախատեսում անցնել այդ ճանապարհով, այդպիսի առարկայական։ Չկա այդպիսի բան կոնկրետ խոսակցություն։ Հուսով եմ շատ շուտ կհասնենք նաև այդ կոնկրետ խոսակցությանը, ի վերջո ապաշրջափակում մեծաշով էս նաև դրա մասին է։ Իհարկե այստեղ Թուրքիայի կոմպոնենտն էլ կա, մենք շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, ես կարող եմ նաև իմ դիրքորոշում եմ իմ գնահատական ասել, ինքս շատ լավատես եմ այս առումով եւ կարծում եմ, որ առաջիկայում պետք է որ շատ շոշափելի արդյունքներ ունենան Հայաստան-Թուրքիա երկխոսությունը նաև։
Երեք գումարած երեքը իրականում գիտեք մենք առիթ ունեցել ենք ասելու որ մենք այդ ֆորմատը ձևաչափը շատ կարևորում ենք ընդհանրապես մենք խոսում ենք եվրոպական ինտեգրման մասին մենք եվրասիական ինտեգրացիայի մասին չէ բայց երբեք սա չի թեր պակաս կարևոր դարձնում մեր համար մեր անմիջական հարևանների հարաբերությունները այս առումով անմիջական մերձավոր հարևանները 3+3 ֆորմատը իհարկե մեր համար շարունակում է կարևոր մնալ այնտեղ տեխնիկական էր խնդիրը իրականում բոլոր մայրաքաղաքներում հանդիպումները մնացյալ մայրաքաղաքներում հանդիպումները իրականացնելուց հետո այժմ մեր եւ Ադրբեջանին հերթը հյուրընկալելու այդ ձևաչափը նախարարական հանդիպումը եւ մենք հիմա Ադրբեջանի հետ քննարկում ենք հերթականությունը իհարկե եթե մի բան հասնում է մեր եւ Ադրբեջանի քննարկմանը իրան առանձին վակուումով դիտարկելը մի քիչ դժվար է եւ կազմա բանա ուզած չուզած որևէ կերպ շահկապվում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման առնչվող բազմաթիվ այլ հարցերի բայց երևի թե առաջ կա այստեղ էլ ինչ-որ լուծման գտնենք։ Պարզապես ձեր ասածից մի ճշտում ասեցիք շոշափելի արդյունք կլինի Թուրքիա-Հայաստան հարաբերություններն ինչ նկատի ունեք ինչ արդյունքների մասին։ Նկատի ունեմ շոշափելի արդյունք, այնքան շոշափելի, որ այստեղ ներկա որևէ մեկի մոտ կասկած չթողի թե մենք հենց այդ շոշափելին նկատի ունենք։ Շնորհակալություն։ Վերջին հարցը, բայց խնդրեմ հա, դուք չտվեցիք, օքեյ։ Ոլորտից մի հարց, պարոն Միրզոյան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովի ժամանակ հռչակվեց 4-րդ հանրապետության հռչակումը որպես առաջիկա ռազմավարական անելիք, պարոն նախարար, հետաքրքիր է դուք այդ գաղափարի քննարկմանը որպես կուսակցական մասնակցել եք թե ոչ, եւ ինչպես եք պատկերացնում 4-րդ հանրապետության իրավաքաղաքական գործարկումը։ Շատ հետաքրքիր հայեցակարգային փիլիսոփայական հարց եք բարձրացնում, սրա շուրջ կարող ենք երկար խոսել երևի թե դեֆինիցիաների ճշգրտման անհրաժեշտություն կարող է առաջանալ թե ինչ նկատի ունենք 4-րդ հանրապետություն ասելով, բայց մեծ հաշվով հասկանում ենք, չէ՞, ինչ նկատի ունենք, այսինքն կարող ենք նաև այդքան այդ ուղղությամբ չգնալ, ես ուզում եմ միանգամից ձեզ ասել, ես 4-րդ հանրապետության ստեղծման մասին միտք առնվազն, եթե չասեմ թղթին տված առաջարկ արել եմ դեռևս 2018 թվականի հոկտեմբերին, հետևաբար երևի մնացած հարցի կտորը մի քիչ ավելորդ է։ Ու այդ թող երևի մի քիչ իրավաբանների ասելու միջամտության կարիք կամ մի քիչ ստեղ կդժվարանամ ես սպառիչ պատասխան տալ։ Շնորհակալ եմ։ Միրզոյան, աջակցում եք Փաշինյանին հակակատողի ողջունական արշավին։ Շնորհակալություն։